Շնորհակալություն, պարոնայք, օրերս կառավարությունը հրապարակեց Ղարաբաղյան կարգավորման փաստաթղթերի փաթեթը, որոնց թվում նաև Սերժ Սարգսյանի նամակն էր ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Խնդրում եմ ասեք, արդյոք այդ նամակին եղել է պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, եթե այո, ապա այն ինչ է բովանդակել, արդյոք պարոն Պուտինը կիսել է Հանրապետության նախագահի մտահոգությունները, որոնք շահադրված են եղել նամակում։ Երկրորդ հարց ձեր թույլտվությամբ, երեք Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը իր ելույթում այսպիսի ձևակերպում գործածեց հանրապետական դասովշիկներ։ Ուզում եմ հարցնել, վիրավորված չեք, պարոն Մամեդյանյան, պարոն Աբրահամյան, նման ձևակերպումից ստացվում է, որ ձեր կառավարման օրոք այդպիսի ինստիտուտ է գործել դասովշիկների, որոնք փաստորեն աջակցել են, որպեսզի դուք ընտրություններում հաղթեք։ Եվ երրորդ հարցը, Հանրապետության նախագահը պարոն Սերժ Սարգսյանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ երբ եկեղեցու կողմից լինի առաջարկ աջակցելու, սատարելու, ապա կարձագանքեք այդ առաջարկին, հիմա ինչու եք անհաղորդ եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ինչու հաջակցություն եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանրահավաք կամ այլ ակցիա չեք կազմակերպում։ Շնորհակալություն։ Քանի որ բազմաշերտ էր ձեր հարցը, հույսով եմ չեմ մոռանա տարբեր հարցադրումներ, մի մասին ես կանդրադառնամ, մի մասին պարոն Մամեդյանն է։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ շատ ուրախ եմ, որ այդ փաստաթղթերը ամբողջությամբ հանրայնացվել է, որովհետև երկար տարիներ նույն Նիկոլ Փաշինյանը եւ նրա շատ թիմակիցներ եւ միջև 18-ը եւ 18 թվականից հետո բավականին շատ խեղաթյուրել են այն ողջ գործընթացի էությունը, որ այդ տարիների ընթացքում եղել եւ ընթացել է, եւ այդ փաստաթղթերի հանրայնացումը հնարավորություն է տվել հասարակությանը, դրանով հետաքրքրված մեր քաղաքացիներին, փորձագիտական շրջանակներին, առհասարակ մարդկանց ծանոթանալու բանակցային գործընթացի դինամիկային վերջին 3 տասնամյակի ընթացքում եւ եզրակացություններ անելու, թե իրականում ինչ ենք ունեցել, ինչ կետի ենք եկել հասել եւ այդ բանակցային գործընթացի այդ պահին եղած իրողությունների պայմաններում ինչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, փաստաթղթերը, որոնք հրապարակվել են, որոշակի առումով նաեւ ընտրովի են, որովհետեւ ասել, որ ամբողջականն է հանրայնացվել, բնականաբար դա ակնհայտորեն այդպես չէ։ Չեմ ասում են հայտնի հղումը, որ ներկայացված է նաեւ այնտեղ հայկական ժամանակի հոդվածները եւ այլն, բայց հատկապես երրորդ նախագահի ժամանակահատվածի հետ կապված ներկայացվել է մի քանի փաստաթղթեր 2007-ի Մադրիդյան փաստաթղթից հետո ընդհանուր սկզբունքների շուրջ փաստաթուղթը Կազանյանն ա եղել եւ մինչեւ 2019-ը, որոնք հստակորեն ցույց են տալիս ոչ միայն հանրապետականի դիրքորոշումները, որոնք արտահայտված են եղել եւ փաստաթղթում եւ այդ ընթացքում նաեւ հրապարակային մոտեցումներում եւ հստակ ցույց են տվել, թե Արցախի հարցով կարգավորման գործընթացում ըստ էության ինչպիսին է եղել համանախագահ երկրների Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի մոտեցումը։ Բնականաբար նաեւ այդ փաստաթղթերի պարագայում մարդկանց համար այլ հարցեր են առաջացել, հատկապես այդ փուլում Նիկոլ Փաշինյանի զորական կետից սկսելու, այսպես կոչված Մյունխենյան սկզբունքները առաջին պլան բերելու, դեռ չեմ ասում Արցախի հարցով բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների անընդհատ արմատական փոփոխություններին, որոնք ի վերջո բերեցին Արցախի հանձնմանը եւ ըստ էության հայաստանյան այս իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջան ճանաչելու այս process-ին։ Եվ ես կարծում եմ, որ առանձնապես այս մասով իշխանությունը այս իրավիճակում այլևս որևէ բան նույնիսկ ասելիք էլ չունի։ Ինչ վերաբերում է կոնկրետ նամակին, կարծում եմ, որ նամակը այս տեսանկյունից մենք չենք հրապարակել, բնականաբար մենք ծանոթ ենք տեքստին, բայց կոռեկտության հարց կար պայմանավորվածությունը, որ նամակը ունի երկու հասցեատեր եւ բնականաբար առանց մյուս հասցեատերի համաձայնությամբ
դա հրապարակելը նաև էթիկայի առումով կոռեկտ չենք համարել, առավել եւս հիմա դուք հարցում եք նրա պատասխանի մասին։ Կոնկրետ բովանդակությունը կարծում եմ հստակ արտահայտել է ոչ միայն այդ ժամանակահատվածում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Արցախի հարցում ունեցած դիրքորոշումների հստակեցումները, կարմիր գծերը, ներկայացված այնտեղ այն մանիպուլյացիաները, որոնք Ադրբեջանը փորձում է անել կամ իրականացնել, իսկ մյուս շահարկվող հատվածը, որը վերաբերում է հատկապես ռազմական բալանսի հետ կապված թեմային, կարծում եմ, որ եւ կոնկրետ ձևակերպումը եւ դրա տողատակերում ներկայացվածը ըստ էության բավականին հստակ է։ Առաջին հերթին առայն, որ Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունը իր պետական ազգային շահերը իրացնելու ճանապարհին օգտագործել է բոլոր հնարավորությունները, լրացուցիչ պայմանավորվածություններ Ռուսաստանի հետ այդ փուլում ձեռք բերելու եւ շատ ավելի պաշտպանված հայ ժողովրդի շահերը ներկայացնելու առումով, որը արտահայտված է եւ դրանից հետ դրան հաջորդ ժամանակահատվածում ռազմական նոր ձեռքբերումներին $300 միլիոն շրջանակներում երկու փուլով եւ վերաբերում է օժանդակությանը, որը Հայաստանի Հանրապետության ներկայացվել է նաեւ 16 թվականից հետո, այնպես որ կարծում եմ այն մարդիկ, ովքեր այստեղ փորձում են ինչ-որ բաներ փնտրել, փորձում են քարոզչական նյութ ձեռնարկել, կարծում եմ դա նրանց ըստ էության չի հաջողի, որովհետեւ իրողությունները եւ այն փաստերը, որոնք հանրայնացված են, հստակություն են ներկայացրել մեծ թվով հարցերի շուրջ։ Հավելեմ պարոն Աբրահամյանին, նախ շարունակեմ նամակի թեման, ինչպես պարոն Աբրահամյանը նշեց, այդ նամակի պատասխանը հույժ գաղտնի է, մենք հույժ գաղտնի փաստաթղթեր նամակի ամբողջ գործընթացն է հույժ գաղտնի, բայց հրապարակային մենք բոլորս կարող ենք տեսնել դրա պատասխանը որն է։ Դրա պատասխանը եղավ այն, ինչ պարոն Աբրահամյանը նշեց, այսինքն սպառազինության ձեռքբերման համար հաստատված վարկի եւ աջակցություն։ Դրա պատասխանը եղավ այն, որ հետագա փաստաթղթերում միջանկյալ կարգավիճակը իր բոլոր երաշխիքներով հանրաքվեն, որը հիմա որոշ քարոզիչներ փորձում են ներկայացնել Ադրբեջանի ողջ տարածքում էր, եսիմ ինչ ես, այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ հանրաքվեն անցկացվելու էր Ղարաբաղում եւ Ղարաբաղի բնակչության համար։ Ակնհայտ է, չէ՞, ինչ էր լինելու արդյունքը։ Եթե Ադրբեջանը, ենթադրում եմ, որ այդ հարցը կտակ, երկարացներ հանրաքվեի իրականացումը կամ չհամաձայնվեր, Լաչինն ու Քելվաջարը կմնային հավերժ հայկական, ինչպես ասել է Ադրբեջանի նախագահ, երբ որ առաջին անգամ Փաշինյանի դավաճանության եւ հանձնման արդյունքում ոտք դրեց այդ տարածքներ, ասեց, որ եթե բանակցային գործընթացը գնար այնպես ինչպես գնում էր, այս տարածքները հավերժ մնալու էին հայկական։ Այդ դա էր այդ նամակի պատասխանը։ Այդ նամակի պատասխանն էր այն երաշխիքները, որոնք ստանալու էր Արցախը։ Այդ նամակի պատասխանը նաև 3 Ռուսաստանի Դաշնության կողմից տրվեց, երբ նշվեց, որ Նիկոլ Փաշինյանն է բանակցային գործընթացը կանգնացրել 19-ի առաջարկին ինքն է մերժում բառը չօգտագործեմ, բայց համենայն դեպս արել է գործողություններ Արցախ, Հայաստանը եւ վերջ եւ այլն, որոնց արդյունքում բանակցությունները 19-ի առաջարկի հետ կապված չեն շարունակվել, իսկ 19-ի առաջարկը, որ ինքը խափում էր, թե իբր չկա, աշխատելու համար բավական լավ փաստաթուղթ էր աշխատելու համար եւ այնտեղ կարելի էր ավելի լավացնել Հայաստանի դիրքը։ Ինչու՞ չէ, նաեւ Վիեննա, Սանկտ Պետերբուրգը եւ մնացած բոլոր զարգացումները, որոնք տեղի են ունեցել, այդ թվում նաեւ այդ նամակի արդյունքներն են։ Գիտեք, այդպիսի դրվագներ գրավոր նամակների, բանավոր զրույցների, 2-3 տարբեր տրեկերով դիվանագիտություն իրականացնելու նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում շատ են եղել։ Ու դրանք մենք չենք գաղտնազերծում, որովհետև դրանց արդյունքները, դրանց հետևանքները տեսանելի են բանակցային գործընթացից։ Այս նամակի մասով։ Գիտեք, Տիկին Գրիգորյանի հետ կապված ես ձեր գործընկերոջ հարցին պատասխանեցի, ես երբեք իմ թիմի համար երբեք ամոթ չեմ զգացել, չեմ զգում եւ չեմ զգալու, բայց թույլ տվեք ես Civic AM-ով չպատասխանեմ ընդդիմադիր գործընկերոջս, որովհետեւ ի տարբերություն շատ ընդդիմադիրների ես քաղաքական հակառակորդների պարագայում մտածելու բաներ չունեմ, ես գիտեմ իմ քաղաքական հակառակորդը ով է։
կան ոնց որ թե Հայաստանի նաև ընդդիմադիր դաշտում մարդիկ, ովքեր երբեմն խառնում են թե ով է իրենց իրական հակառակորդը քաղաքական կամ էլ մենք իրանց մասին սխալ կարծիքի ենք։ Ինչ վերաբերում է եկեղեցու նկատմամբ Փաշինյանի արշավին, ես խոսքս սկսեցի նրանից, որ այստեղ եկել եմ Արշակ Սրբազանի դատավարությունից, կարծում եմ ձեր հարցը տեղին չէր, ինչ վերաբերում է հանրահավաք եւ այլն, դուք նախագահ Սարգսյանի խոսքը մի փոքր սխալ մեջ բերեցիք, իսկ ինչպես միշտ նախագահ Սարգսյանի խոսքի պարագայում ամեն բառը եւ ստորակետը էական է։ Քանի որ խոսքը գնում է եկեղեցու նկատմամբ արշավ, մենք համարում ենք, որ վեհապար հայրապետը եւ առաքելական եկեղեցին պիտի նույնիսկ հորդոր բառը չեմ ուզում օգտագործեմ, ակնարկի, թե ինչ գործիքակազմով ենք մենք պայքարելու այս հայտարարության դեմ, որովհետեւ ամեն դեպքում մենք խոնարհությամբ պարտավոր ենք ընդունել հայ առաքելական եկեղեցու ցանկացած ձև եւ ցանկացած բովանդակություն պայքարի իրականացման եւ այդ ձևերից յուրաքանչյուրի պարագայում ձեր նշած փողոցային պայքարից մինչև ցանկացած այլ դրսևորում հանրապետական կուսակցությունը ինչպես եւ խոստացել է ինչպես ազգային պահպանողական քաղաքական ուժ կանգնած է լինելու մեր եկեղեցու կողքին կարծես թե բոլոր հարցերին պատասխանեցի Վերջին կարճ հարցը խնդրեմ Պարոն Մամիջանյան